Դե համոզվում ենք, որ այո, ապրել, շարժվել, սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպով ապրելը դա հրաշալի է, դա շատ կարևոր է եւ ունենք նմանատիպ հրաշալի մի առիթ օգոստոսի 23-ին վազելու, բայց թե ինչի մասին խոսքը իհարկե հիմա ներկայացնենք, հետո արդեն մեր հյուրի հետ։ Վահե Մելիքսեթյան հիմնադրամը 2026 թվականի օգոստոսի 23-ին Վանաձորում կազմակերպում է VMF Վանաձոր Half Marathon 2026 միջազգային ամենամյա բարեգործական վազքը, մանրամասներ արդեն մեր հյուրի հետ։ Ես էլ շտապ եմ ներկայացնել նրան։ Սարգիս Մելիքսեթյան, Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն։ Բարի լույս։ Բարի լույս։ Ողջունում եմ։ Դե եկեք մեզ պատմեք հիմա ինչպես ծնվեց այս Half Marathon-ի գաղափարը, ստեղծման գաղափարը եւ ինչ նպատակով է այն ստեղծվել, ինչ նպատակով է այն ծառայում։ Եթե թույլ կտաք, փոքրիկ ակնարկ կանեմ մեր հիմնադրամի ստեղծման պատմության մասին։ Վահե Մելիքսեթյան հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին իմ եղբոր Վահեի հիշատակին, ով պատերազմի ժամանակ է զոհվել, Վահեի մասնագիտական ուղու շարունակության համար։ Վահեն մասնագիտությամբ կլինիկական դեղագետ էր եւ մեր հիմնադրամը հանձնառություն է վերցրել ոլորտի զարգացումը Հայաստանում ապահովելու համար։ Մենք իթիվս այլ ծրագրերի, որոնց միջոցով փորձում ենք ֆոնդ հայթայթում անել մեր հիմնական ծրագրերի համար, որոշեցինք այնպիսի մի հատ իվենթ ստեղծել, որը որ նախ կասոցացվեր Վահեի հետ, հետո կլիներ Երևանից դուրս, հետո կլիներ միավորող ու թիմով մենք քննարկումներ ունեցանք ու հասկացանք, որ մեզ պետք է վազքի միջոցառում, քանի որ Վահեն եղել է նաև բարեգործ վազորդ, մասնակցել է գրեթե բոլոր բարեգործական վազքերին ու որոշեցինք անել Վանաձորում, որտեղից եւ մենք ծնունդով հանդիսանում ենք։ Վազքը բարեգործական է, որովհետեւ վազքի մասնակցությունը վճարովի է, այդ վճարներից գոյացած գումար ամբողջությամբ գալիս է հիմնադրամ, մենք այդ գումարներով կրթական ծրագրեր ենք իրականացնում, դեղագետների ենք վերապատրաստում, կրթաթոշակներ ենք տրամադրում, հմուտ մասնագետների ենք հրավիրում արտասահմանից Հայաստան, որպեսզի ոլորտը մեծ թափերով զարգացնենք։ Դե երկու ուղղությամբ էլ ի վերջո օգտակար աշխատանք ենք տանում, որովհետև մի դեպքում խթանում ենք առողջ ապրելակերպին, մարզվելուն, միասին լինելու գաղափարին եւ հետո արդեն հստակ այդ ուղղությունը զարգացման նպատակով գնում է դեպի իր հաղթանակները։ Հիմա հասկանանք, այստեղ մենք ունենք տվյալներ Հայքի հրապարակից է մեկնարկելու եւ այն ընդգրկում է իր մեջ 21.1 կիլոմետր, 10 կիլոմետր, 5 կիլոմետր եւ նույնիսկ 1 կիլոմետր մանկական այս դեպքում վազքատարածությունները։ Գնանք ամենասկիզբ 21.1 կիլոմետր, բոլոր նրանք ովքեր դիմել են կամ դեռ կդիմեն, մինչև օգոստոսի քանիսն են վերջնաժամկետը, քանիսը օգոստոսի 22-ը մինչև օգոստոսի 22։ Եթե չսպառվեն տեղերը, բավական արագ գրանցվում։ Դե ասեք նախ քանի տեղի համար է նախատեսված կիսամարաթոն, այսպես ասենք, եւ արդյոք դիմողները արդեն որոշակի ինչ-որ ինֆորմացիաներ, տեղեկատվություններ կամ ֆիզիկապես նախապատրաստական աշխատանքներ տանելու են ամեն դեպքում օրինակ 21.1 կիլոմետր հաղթարելու համար։ Եվ նաև տարիքային սահմանափակում կա, թե ոչ։ Մի քանի հարց այսպես փորձենք ներկայացնել։ Փորձեմ հերթով անդրադառնալ։ Այնպես են կարել, որ բոլոր տարիքային եւ սեռային կատեգորիաների համար համապատասխան վազք ունենանք։ 1 կիլոմետրը նախատեսել ենք մինչև 12 տարեկան երեխաների համար, 3-ից 12, 5 կիլոմետր կարող են վազել 13+ տարիքի վազորդները, 10 կիլոմետրը 16+ եւ 21.1 կիլոմետր կիսամարաթոնը 18+։ Ոչ միայն տարիքային, այլ նաև ֆիզիկական պատրաստվածության խնդիր ունենք այստեղ, ինքս էլ պատրաստվում եմ 21.1 կիլոմետրը վազել, մարզվում եմ, բավական դժվար չելինջ է ինձ համար, բայց ճիշտ պատրաստվածության, ճիշտ այսպես ասեմ, այո, եւ ֆիզիկական եւ մտավոր աշխատանք է պահանջվում, հնարավորություն կլինի։ Մասնակիցների քանակը նախատեսել ենք մինչև 600, մանկական վազքը ներառյալ, մենք անցած տարի շուրջ 400 մասնակից ենք ունեցել աշխարհի 8 երկրներից, այս տարի ուզում ենք եւ աշխարհագրությունը եւ մասնակիցների քանակը ընդլայնել։ Որտեղ էր անցած տարի տարածաշրջանը։ Էլի Վանաձորում էր, ինքը միշտ Վանաձորում է լինելու, այո։ Սկիզբը եւ ավարտը Հայքի հրապարակում է, ինչպես նշեցիք, Վանաձորի կենտրոնական փողոցներով է անցնելու,
Մեր գնահատմամբ Վանաձորը բավական մեծ պոտենցիալ ունի վազքային կենտրոն դառնալու համար ու իմ երազանք ասեմ, նպատակ ասեմ, այն է, որ Վանաձորի կիսամարաթոնը դառնա ոչ միայն Լորվա այցեքարտերից մեկը, այլ նաև Հայաստանի։ Ունենք մեծ ներուժ, օդը մաքուր է, եղանակը համեմատաբար հով ու երթուղին այնպես է գծած, որ շատ վայրի վերումներ չկան։ Դա Դե ես նոր դա էի պատկերացնում, շատ չկան, այսինքն այն պրոֆեսիոնալ վազորդների համար, ովքեր ուզում են ռեկորդներ գրանցել, շատ հարմար երթուղի ունենք։ Իհարկե բնական է եւ սպասված, որ գուցե չէ հաստատ անհատների շրջանում հետաքրքրությունը կարող է շատ մեծ լինել եւ շատ արագ թվով 600 մասնակիցը կլրացնեք, բայց արդյոք սա նաեւ հնարավորություն է, որպեսզի սկսել համագործակցություն, օրինակ տարբեր, չգիտեմ, սպորտային համալիրների հետ կամ խմբերի հետ, ովքեր գուցե եւ դառնան խմբի հիմնական անդամներից մեկը եւ մի փոքր որպես այդպիսին շրջանակ ավելի լայն դառնա եւ ավելի տարածական գուցե։ Իհարկե, քանի որ միջոցառումը սպորտային միջոցառում է, մենք ինքնուրույն այս ամեն ինչի տակից չենք կարող դուրս գալ ու դրա համար ունենք գործընկերներ, հա։ Նրանցից են Tri Club Երևանը, Triathlete Վանաձորը, մարզական ակումբներ են իրենք ու նաեւ մեզ կազմակերպման հարցում աջակցում է Արմարաթոն հիմնադրամը, ով բավականին մեծ փորձ ունի, նաև Երևանի մարաթոնն են կազմակերպում, միանշանակ սպորտային համայնքը ներգրավված է ու վազորդների համայնքը տարեց տարի ավելանում է, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Ցավոք Երևանում ավելի արագ տեմպերով է զարգանում, ոչ թե ցավոք կամ գուցե բարեբախտաբար, բայց փորձում ենք նաև Վանաձորում ապահովել, հա, այսպես ասած, վազքային մշակույթը զարգացնել ու այս իմաստով շատ կարևոր է, ինչպես ասացի, մեծ ներուժ ունենք։ Վազքը ոչ միայն առողջ ապրելակերպի մասին է, այլ նաև զբոսաշրջիկների մասին է։ Աշխարհում այսպիսի տենդենց կա, որ վազորդները իրենց զբոսաշրջային, հա, այսպես ասած, քարտեզը կառուցում են վազքային իվենթների շուրջ, ինչպես ասացի, մենք հավակնում ենք այդպիսի կենտրոն դառնալու, որովհետև ունենք լուրջ պոտենցիալ։ Ինչպես կարող են ձեզ գտնել։ Հիմա ամենակարևորը։ Ես օրինակ ուզում եմ գտնել, ինչպես ձեզ գտնեմ։ Ձեզ հրավիրում եմ մեծ սիրով մասնակցելու։ Մեր վազորդները կարող են գրանցվել վազքի կայքում vhm.am, որտեղ կարող են ընտրել իրենց հարմար վազքատարածությունը, վճարել եւ պատասխան նամակով ստանալ հավաստումը մասնակցության։ Շատ լավ, իսկ մեզ հետաքրքիր է նաև ամենաշատ վազքատարածությունը 21.1 կիլոմետրը ունի հստակ հաղթարելու ժամանակահատված, թե ով երբ հասավ, այդտեղ էլ ուրեմն ավարտվում է։ Ընդհանուր ժամանակային սահմանափակում ենք դրել ամբողջ իվենթի համար 4 ժամ, բոլոր նրանք, ովքեր 4 ժամից ավել ժամանակահատվածում են հաղթահարում, իրավունք ունենք չգրանցելու նրանց արդյունքը։ Բայց օրինակ անցած տարի այդպիսի case, այդպիսի դեպք չենք ունեցել։ Դա արվում է հիմնականում նրա համար, որպեսզի կարողանանք փողոցները ժամանակին ազատել, որովհետև ինչքան էլ Վանաձորը փոքրիկ քաղաք է, այնուամենայնիվ որոշակի կենտրոնական փողոցներ փակվելու են ու այս իմաստով ես նաև առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Լոռու մարզպետարանին, Վանաձորի քաղաքապետարանին, մեր բարեկային ծառայությանը հսկայական աշխատանքի համար։ Չէ, ինչ խոսք, պետք է օգտվել այս բարի գործից, անել բարությունը մեր չափաբաժին, միաժամանակ նաև ինչու ոչ օգտվել առողջ ապրելակերպի հնարավորությունից, որովհետև ի վերջո օգոստոսի 23-ը միայն այդքանով չի սահմանափակվում, վստահաբար կլինի մի ժամանակահատված, որտեղ կնախապատրաստվենք հանդիպումների եւ նաև վարժանքների շտորի, որպեսզի մենք եւ ֆիզիկապես եւ հոգեպես լինենք պատրաստ հաղթարելու ահա նշված կիլոմետրերը, նշված վազքատարածքները։ Բայց ես մեկ բան էլ հարցնեմ, ժամը քանիսի հատվածում է լինելու Օգոստոսի 23-ին ժամը 8-ից բացվում է վազքատարածությունը։ Առավոտյան 8-ից։ Այո, իհարկե։ Եվ առավոտյան 9-ին մանկական վազքն է մեկնարկում, 9:30-ից արդեն մյուս վազքատարածությունն է։ Ես պատկերացնում եմ ուղղակի ժամը 3-ի 4-ի հատվածում լիներ, շոկ արևին ոնց է լինելու, բայց լավ։ Առավոտյան ժամերին է լինելու։ Շոկն ու Վանաձորը մի քիչ ճիշտ եք ասում։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Ուրախ ենք առավոտը միասին լինելու համար, ձեզ օրվա դրական շնորհակալություն ենք մաղթում, իսկ ձեզ առաջարկում ենք մեզ հետ միասին իհարկե վայելել երաժշտական ռիթմեր։